Աստծո Սուրբ Հոգին Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, խաչի վրա կատարվածը դարձավ հաղթանակ, սիրելիներս, ամեն, հալելույա։ Այնպես որ ես հիշում եմ նաև Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմից մի դրվագ ուզում եմ ձեզ էլ այդ պահը հիշացնել, հիշում եք, երբ որ մեր Տերը արդեն իր հոգին ավանդեց, ու հանկարծ մեկ էլ տեսնում ենք երկնքից, ասես մի արցունքի կաթիլ, հոր աչքերից թափված, ընկնում է երկրի վրա։ Այնքան տպավորիչ է, այնքան ազդեցիկ է։ Գիտեք, մենք ուղղակի ասում ենք, չարչարվեց, խաչվեց։ Գիտես, ինչ արժեցավ դա հոր համար, որ երբեք նրանք չէին բաժանվել իրարից։ Բայց հանուն մեզ չխնայել ու տալ իր միածին որդուն, իմանալով, որ նա մատնվելու է մարդկանց ձեռքը, որտեղ դա հոր նախասահմանությունն էր, դա էր փրկության գինը, բայց նա տվեց։ Ու պատկերացնում եք այդ պահը Գողգոթայի վրա, երբ որ տեղի է ունենում մարդկության պատմության ամենավճռական պահը, որը որոշելու էր մեր հավիտենական ապագան։ Պատկերացնում ես երկինքը ինչ համակ ուշադրությամբ նայում էր Գողգոթային։ Միթե մտածում ենք, որ հայերը հանգիստ նայում էր, թե ինչպես են մարդիկ չարչարում եւ խաչում իր որդուն։ Իհարկե դրանք ապրումներ են, սիրելիներս, բայց ամենասքանչելի հիասքանչ պահը, երբ որ գերեզմանը չկարողացավ նրան պահել եւ նա հարություն առավ, եւ այդ խոսքերը կարող ենք ասել, ով մահ ուր է քո խայթոցը եւ ով գերեզման ուր է քո հաղթանակը, հալելույա, որովհետեւ դու կործանված ես։ Եվ մեր Տերն էլ ասեց. ես եմ կյանքը եւ հարությունը եւ ամեն ինձ հավատացողը թեև մահանայել կապրի։ Ամեն։ Գիտես, մենք մարդիկ ենք, որ մահը նույնիսկ վախենալու չի մեզ համար։ Եթե մահը վախենալու չի, եթե երկինքը հավիտենական կյանքը մեր բաժինն է, ապա երկրից ումից եւ ինչից վախենանք։ Նա մեզ հետ է եւ մեր կողմնասիրներս, բայց մինչեւ ես կշարունակեմ իմ պատգամը, ես ուզում եմ այստեղ հրավիրել կնոջս, որ իր սրտից մի ողջույնի խոսքով կիսվի մեզ հետ։ Խնդրեմ։ Հալելույա։ Սիրելիներս, մոտավորապես 2000 տարի առաջ, Կիրակի օրով, երբ կանայք գնացել են գերեզման, հրեշտակները ավետեցին, ասեցին, նա այստեղ չէ, նա հարություն է առել։ Գիտեք, մենք հիմա համարձակությամբ իրականում կարող ենք ասել, նա այստեղ է, որովհետև նա հարություն է առել։ Գիտեք, նա գերեզմանում չի, բայց նա այստեղ է, որովհետև 2 եւ 3 հոգի, եթե իր անունով հավաքվել են, նա այստեղ է։ Ու մենք փառավորում ենք իր անունը, ու թող մեր կյանքով իրականում փառավորված լինի մեր Տիրոջ անունը։ Սիրելիներս, Պողոս առաքյալը Կորինթոսի եկեղեցուն ուղղված իր նամակներում 2 անգամ շատ կարևոր նշում է անում եւ ասում է. մեծ գնով գնվեցաք, որովհետեւ ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում եւ ձեր հոգում, որ Աստծունն են։ Գիտեք, սիրելիներս, մենք այո, մեր համար թվում է թե ձրի է, ոչ թե թվում է, այլ իրականում ձրի է տրվել մեզ փրկությունը։ Գիտեք, դա ձրի էր, որովհետև մենք ինքներս չվճարեցինք, մենք ինքներս չաշխատեցինք, մենք ինքներս ջանք չթափեցինք։ Բայց Տերը մեծ գին վճարեց դրա համար։ Այդ մեծ գինը, գիտեք, շատ թանկ էր, ինքը էժան չէր։ Մենք չաշխատեցինք, բայց դա շատ թանկ էր, սիրելիներս։ Գիտեք, այդ գինը, երբ նայում ենք, մի քիչ որ փորձենք հասկանալ դա ինչի մասին է, գիտեք, դա կյանքի գինն էր։ Մահվան, մեղքի փոխարեն պետք է կյանքի գին վճարվեր։ Գիտեք, հոր համար շատ դժվար էր տալ իր միածին որդուն անօրենների համար, նրանց համար, ովքեր որ նրա անունը դեռ չէին կանչում։ Մենք ինչքան, երբ որ մեր հարազատներին, ինչ որ մեկին մի բան է պատահում, չէ, մենք ինչ գին ենք պատրաստ վճարելու, որպեսզի մեկ օր անգամ ավելացնենք նրա կյանքը։ Մենք ինչ գին ենք պատրաստ վճարել, որպեսզի ավելացնենք մեր իսկ կյանքը մեկ օրով, եթե կանգնած ենք մահվան շեմին։ Իսկ գիտեք հայրը ինչ արեց։ Հայրը ոչ թե իր որդու օրերը երկարացրեց, այլ հայրը իր որդու կյանքը զոհեց, գինը վճարեց մեր համար, իմ ու քո համար, սիրելիս։ Ու դա շատ մեծ գին էր։ Մենք հավատացեք, պատրաստ չենք, չէ, մեր երեխաներին տանք անօրենների համար։ Հələ թող մեկը մեր երեխաների ոտքը տրորի,
Ոնց ենք, չէ՞ մեզ պահում սիրելիներս, բայց հայրը մեր համար տվեց իր որդուն։ Իսկ եթե նայենք Հիսուսին, գիտեք Հիսուսը այնքան էր սիրում մեզ, Հիսուսը մեզ իրան տեսել էր հոր սրտի մեջ։ Ինքը գիտեր հոր սրտի համար ինչքան կարևոր ենք մենք ամեն մեկս, սիրելիներս։ Եվ ինքը ասեց, ես կվճարեմ այդ գինը։ Գիտեք, դա շատ դաժան գին էր։ Երբ որ մենք նայում ենք ֆիլմը, ասում են նույնիսկ դա այնքան մեղմ է ներկայացված այն իրական չարչարանքների համեմատ, որը որ Քրիստոսը տարել է իմ ու քո համար։ Եվ կուզենամ նաև մի դրվագին էլ շատ ուշադրություն դարձնեք, որ ես ինքս վերապրել եմ իրականում։ Մի անգամ մի հատ մեղք էի գործել ու շատ ծանր էր։ Մեկի նկատմամբ մի բան էի արել ու շատ ծանր էր իմ համար այդ մեղքի բեռը։ Ինձ այնքան մեղավոր էի զգում, ասես կյանքը կանգնած լիներ, ամեն ինչ փուլ էր եկել եւ ես այդ մեղքի բեռից, որ ես այդ մարդու նկատմամբ մեղք եմ գործել, անարդար եմ եղել, ես այնքան ինքս ինձ համար զզվելի էի եւ այնքան ծանր էր այդ մեղքի ծանրությունը ու եկա Տիրոջ առաջ ու Սուրբ Հոգին շատ մեղմ ձևով իմ սրտի հետ խոսեց, ասեց. մի հատ փոքր մեղք ես գործել, չես կարողանում այդ մեղքի ծանրության տակից դուրս գաս։ Իսկ Քրիստոսը Գեթսեմանյան պարտեզում պատկերացնում եք մեր ամբողջ մարդկության իմ ու քո բոլոր մեղքերի բեռը իր վրա էր։ Գիտեք, Աստվածաշունչը նկարագրում ասում է, որ Քրիստոսը, երբ որ աղոթում էր Գեթսեմանյան պարտեզում, քրտինքը արյան կաթիլների պես թափվում էր քարի վրա։ Գիտեք, բժշկությունը հիմա ասում է, որ երբ որ մարդը շատ ծանր հոգեկան, հոգեբանական ճնշումների տակ է լինում, մազանոթները չեն դիմանում, հիմա պայթում են եւ արյունը խառնվում է քրտինքի հետ ու թափվում է։ Գիտեք, Քրիստոսը այդ ծանր հոգեբանական, հոգևոր ծանր մեղքի բեռի տակ էր, բայց սերը նրան տարավ նրան խաչելության։ Սերը տարավ խաչի վրա, որ ինքը վճարի մեր մեղքի գինը։ Սիրելիներս, այնպես որ դա հեշտ գին չէր, դա շատ թանկ էր, դա էժան չէր, սիրելիներս։ Եվ Պողոս առաքյալը հորդորում ասում է. ձեր մարմնով, ձեր հոգով փառավորեցեք Տիրոջը, որովհետև թանկ գին է վճարված։ Այդ թանգինը չարժի, որպեսզի մենք շարունակենք ապրել իրականում այն կյանքով, որով որ մենք ապրել ենք, սիրելիներս։ Մեր նստելը, վեր կենալը, մեր նույնիսկ բարևելը, մեր վերաբերմունքը մեր կողքինի նկատմամբ, աշխարհիկ անձանց նկատմամբ, նրանք ովքեր որ չեն ճանաչում Տիրոջը, փոքրի նկատմամբ, կարիքավորի նկատմամբ, այդ ամեն ինչի մեջ թող Տերը փառավորված լինի, որովհետև մեծ գին է վճարված ու մենք իրավունք չունենք իրականում անարգենք այդ գինը։ Երկրորդ անգամ, որ Պողոս առաքյալը այս մասին խոսում է նորից Կորինթոսի եկեղեցուն, ասում է ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ Եվ գիտեք, երբ որ ու նորից շարունակում է, ասում է մեծ գնով գնվեցաք, մարդկանց ծառա մի եղեք։ Գիտեք, երբ որ Պողոսը խոսում էր այս մասին եկեղեցում, Կորինթոսի եկեղեցում եւ այդ ժամանակվա հասարակարգում, այնտեղ ընդունված բան էր, որովհետեւ կային տերեր եւ կային ծառաներ։ Եվ ծառաները, գիտեք, իրանց ամբողջ կյանքի ընթացքում կարող էին աշխատել, բայց չկարողանային վճարել իրենց ազատության գինը։ Իրանք, երբ որ Պողոսը խոսում էր, ասում էր մեծ գնով եք գնված, իրանք հասկանում էին ինչի մասին խնդրի խոսքը։ Իրանք հասկանում էին, որ Քրիստոսը իրանց ազատության գինն է վճարել։ Ու դա այնքան թանկ է, որտեղ ամբողջ կյանքի ընթացքում իրանք կարող էին չվաստակել դա։ Եվ ինչ է ասում Պողոս առաքյալը, ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ Հիմա մենք Փառք Աստծո ապրում ենք մի ժամանակներում, որ ծառաներ չենք, չէ՞, ստրուկներ չենք որևէ մեկին։ Մենք ինքներս մեր կյանքի տերն ենք, այսպես ասած, շնաս լավա որ տերը լինի մեր կյանքի տերը իրականում։ Եվ ասում է Պողոսը հիշեցնում է, ասում է, ազատ կանչվածը ազատներս, որ կանչված ենք, Տիրոջ ծառան ենք, չմոռանանք, որ մենք Տիրոջ ծառան ենք, եւ ասում է դարձյալ մարդկանց ծառա մի դարձեք։ Հիմա կարաք մտածեք, ասեք, դե մենք մարդկանց ծառա չենք կարա դառնանք, ազատ ենք, այսպես ենք, այնպես ենք, բայց գիտեք աշխարհի համակարգը ինչ անում։ Այնպիսի սիրուն, լավ գաղափարներով մեզ բերում է նորից սարքում է մարդու ծառա, ինքներս մեզ ծառա։ Գիտեք, այնց սիրուն գաղափարներով ասում է հավատա քեզ, հավատա քո սրտին, հետևիր քո սրտին, անձի պաշտամունք ա բերում, գիտես, զորացիր, դու ամեն ինչ կարող ես, թեկուզ մարդկանց վրա տրորի, անցի, գնա քո նպատակներին հասի, ոչ սիրելիս,
Քրիստոսն ասում է. ճանաչիր ինձ, ոչ թե ճանաչիր քեզ։ Ասում է ոչ թե հետևիր սրտիդ, այլ ասում է հետևի ինձ։ Ասում է ոչ թե հավատա քո ուժերին, այլ ասում է հավատա ինձ։ Ոչ թե ու քո ուժով, քո զորությամբ, այլ իմ հոգով է։ Դրա համար եկեք սիրելիներս, չվերցնենք այս աշխարհի գեղեցիկ գաղափարներ իրականում, որ մեզ մատուցվում է, որ շատ սիրուն է հնչում, թվում է թե երջանկություն է մեզ խոստանում, բայց դրա մեջ հավիտենական կյանք չկա, սիրելիներս։ Եկեք մենք միշտ հիշենք, որ թանկ գնով գնված ենք եւ Քրիստոսի ծառան ենք, որդեգրության մեջ միևնույն ժամանակ ծառա ենք, որովհետեւ եթե մենք Տիրոջը չծառայենք, ծառայելու ենք մեր անձին, ծառայելու ենք աշխարհին, ծառայելու ենք ուրիշին, ծառայելու ենք մամոնային, սիրելիներս, դրա համար եկեք իրականում գնահատենք այն գինը, որ վճարվել է մեր համար ու ծառա լինենք Քրիստոսի։ Օրհնում եմ ձեզ սիրելիներս եւ խոսափողը հանձնում եմ ամուսնուս։ Շնորհակալություն։ Փակ Տիրոջը։ Դուք հասկացաք, որ ես շատ օրհնված եմ, չէ՞։ Փակ Տիրոջը։ Ասում Արաքինի կինը պարգևա Տիրոջի շնորհքը, ամեն։ Սիրելիներս, այսօրվա իմ ուղերձը ես կփորձեմ մի քիչ ավելի հակիրճ լինել, որովհետև մենք վերջում նաև ունենալու ենք հաղորդություն, սուրբ հաղորդություն ենք ընդունելու, գիտես հարության տոնը շատ լավ առիթ է հաղորդություն ընդունելու եկեղեցում։ Ես այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես Արյան ուխտը։ Ես կարծում եմ կարևոր է այսօր, որ մենք թարմացնենք մեր ներսում, ինչ հարաբերության մեջ ենք մենք կանչված Քրիստոս Հիսուսի հետ։ Եվ որպեսզի մենք մի քիչ ավելի համակողմանի դա հասկանանք, ես որոշ եւ պատմական եւ սուրբգրային տեղեկություններ եմ փորձելու տալ, թե ինչա ուխտը իրանից ներկայացնում եւ վերջում կգանք ամենակուլմինացիոն պահին, բայց ես կխնդրեմ, որ դու ինձ հետ համակայլ գնաս։ Շատ կարեւոր է, որ դու ինձ հետևես քայլ առ քայլ, մինչեւ որ կհասնենք կուլմինացիոն կետին։ Եվ հիմա եկեք միասին բացենք Ծննդոց գիրք 15-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Սա այն պահն է, երբ որ Աստված Աբրահամի հետ ուխտ է կնքում։ Եվ ասեց նրան. ես եմ Եհովան, որ քեզ Խաղդեացիների Ուր քաղաքից հանեցի այս երկիրը քեզ տալու համար։ Եվ նա ասաց. ով Տեր Եհովա, ինչով գիտենամ, թե ես նրան կժառանգեմ։ Հետաքրքիր է, չէ՞, Աստված խոստում է տալիս Աբրահամին, ասում է քեզ եմ տալիս այս երկիրը, որ ժառանգես, բայց Աբրահամի մոտ հարց կա։ Նայում է իր ուժերին, նայում է իր կարողությանը, ասում է, բայց ես ո՞նց համոզված լինեմ, որ այդ երկիրը իմն է լինելու։ Խոստմունքը ավելի մեծ է, քան ինքը, քան իր ուժը, քան իր կարողությունը։ Աստված ասում է Աբրահամ, լավ, արի իրար հետ ուխտ կնքենք։ Արի իրար հետ ուխտ կնքենք, որ դու հասկանաս ինչի մեջ եմ ես քեզ կանչում։ Եվ նա ասեց նրան. ինձ համար մի 3 տարեկան երինջ եւ մի 3 տարեկան այծ եւ մի 3 տարեկան խո եւ մի տատրակ եւ մի աղավնու ձագար եւ նա այս բոլորը արավ նրա համար եւ նրանց մեջտեղից կտրտեց 2 մաս եւ ամեն մեկ կտորը մյուս կտորի դեմ առ դեմ դրեց, բայց թրջունները չկտրեց եւ կտրած դիերի վրա գիշատիչ թրջուններն իջան, բայց Աբրամը այդ ժամանակ դեռ Աբրահամ չէր, ուշադրություն դարձնեք, դեռ Աբրամ էր։ Աբրամը ետ քշեց նրանց եւ երբ որ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն եկավ եւ ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ Եվ հետո Տերը ասում է, թե ինչ է լինելու նույնիսկ 400 տարի հետո, եւ ես մի փոքր առաջ եմ անցնում, եւ եղավ, երբ որ արևը մայր մտավ եւ խավար եղավ, ահա մի մեծ ծուխի հնոց եւ մի կրակի բոց այն կտորների մեջտեղով անցավ։ Այն օրը Եհովան Աբրամի հետ ուխտ դրեց, ասելով. քո սերունդին տվեցի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը։ Գիտեք, երբ որ Աստված Աբրամի հետ ուխտ կնքեց, Աբրամի համար հասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում։ Հին ժամանակներում, հին աշխարհում, Աստվածաշնչի ժամանակներում կային ուխտը կնքելու գործողություններ, արարողակարգ կար, ծիսակարգ կար։ Այն ժամանակվա մարդկանց համար դա շատ հասկանալի էր, ինչպես է դա տեղի ունենում։ Մեզ համար է, որ մենք այսօր կարող ենք կարդանք եւ մտածենք, Աստված էս ինչ պատվիրեց, որ Աբրահամը անի, որ հենց ուխտը այդպես կնքվեց, երեներս։ Դրա համար ես հիմա ուզում եմ մենք իրար հետևից մի հատ արագ նայենք 10 գործողություն, որ ընդունված էր հին աշխարհում, Աստվածաշնչյան, հին կտակարանյան ժամանակներում ուխտ կնքելու։ Ընդ որում ուխտը տարբեր տեսակներ ուներ։ Կար մարդ ուխտ։ Երբ որ երկու մարդու միջև էր ուխտ կնքվում, դա ընկերության եւ բարեկամության ուխտ էր։ Երկրորդը դա Աստված մարդ ուխտն է։
Եվ նույնիսկ Աստված մարդ ուխտը իր տեսակն ունի, կա պայմանական ուխտ, հիշում եք Մովսեսի հետ կնքված, պայմանական ասում է, եթե կատարես, այս բաները կլինի, բայց կա անվերապահ, միակողմանի, իրականում Աստված Աբրահամի հետ միակողմանի դարձրեց ուխտը, որովհետև հիմա մենք կհասկանանք, այն պահը, որ պետք է իր մահվան քայլը լիներ, Աբրահամի վրա խորքում բերեց Աստված եւ իրականում Աստված անցավ այդ գործողությունը կատարեց, բայց մենք կգանք կհասնենք դրան։ Հիմա առաջին գործողությունը, որ ընդունված էր, ընդ որում ուխտը կնքելու համար պարտադիր չէ, որ բոլոր այս 10 գործողությունները միաժամանակ կատարվեին, բայց սրանք գործողություններ էին իրականում, որ տարբեր առիթներով, տարբեր ուխտերի ժամանակ կատարվում էին։ Առաջինը, ինչ էր ընդունված անել, հանդերձների փոխանակում էր տեղի ունենում։ Սա ինչ էր նշանակում, որ երկու մարդ, երբ որ իրար հետ ուխտ էին կնքում, հանդերձները փոխանակում էին, դրանով ցույց էին տալիս իրանց ընդհանրությունը, սա ինքնությունների փոխանակում էր։ Մեկ ուրիշ խոսքերով ասած, նրանք ասում էին, մենք նույնն ենք։ Պատկերացրա երկու ցեղերի առաջնորդներ, երբ որ ուխտ էին կնքում, ինչ էին անում, դուրս էին գալի բաց դաշտ, ամեն մեկի կողմից վկաներ կային, ականատեսներ կային, կանգնում էին, ներկա էին լինում ուխտը կնքելու արարողությանը։ Եվ նրանք առաջին գործողությունը, որ անում էին, պատկերացրեք, հանդերձներով փոխանակվում էին իրար հետ։ Հանդերձներով փոխանակվում էին իրար հետ։ Դե հիմա պատկերացրեք, հերվից տեսնում են, արդեն փոխանակվել են հանդերձներով։ Հերվից տեսնում են, ասում են, «Ո՞ս ոնց որ մեր ցեղի առաջնորդն է»։ Իր հանդերձն է, չէ՞, տեսնում է հեր։ Մեկ էլ նայում են քայլվածքին, ասում են, «Չէ, ես ինքը չի, բայց ոնց որ»։ Ինչ եմ ուզում ասել, ինքնությունների փոխանակումը տեղի ունենում ուխտի ժամանակ։ Երկրորդ գործողությունը տեղի ունենում գոտիների փոխանակում։ Գոտիների փոխանակում։ Ինչ է նշանակում գոտիների փոխանակում։ Սա խորհրդանշում է զորության, ուժի, նաև ունեցվածքի եւ կարողության փոխանակում։ Մեկ ուրիշ խոսքերով ուխտ կնքողները իրար հետ, որ կանգնած այսպես իրար հետ ուխտ են կնքում, ինչ են ասում, ասում են իմ ուժը, իմ զորությունը, իմ կարողությունը այսուհետև քոնն է եւ քոնը իմն է։ Սա ուխտն է, սիրելի, սա ուխտի գործողությունն է։ Երրորդը ընդունված էր ուխտ կնքելիս փոխանակել զենքերը։ Ինչ է նշանակում զենքերի փոխանակումը։ Սա խորհրդանշում էր թշնամիների փոխանակում։ Թշնամիների փոխանակում։ Նրանով զենքերը փոխանակելով նրանք ասում էին, այսուհետև քո թշնամին իմ թշնամինը, իմ թշնամին քո թշնամինը։ Մեկ ուրիշ խոսքերով ասած, երբ որ օրինակի համար երկու ցեղի առաջնորդ են, մեկի առաջնորդը վրա որևէ թշնամի մտածում էր հարձակվել, նա պիտի իմանար, որ գործ է ունենալու իր ուխտակից բարեկամի հետ, որովհետև նրանք զենքերը փոխանակելով փոխանակել են իրենց թշնամիներին։ Չորրորդ գործողությունը, որ տեղի էր ունենում սովորաբար ուխտ կնքելիս, դա զոհաբերվող կենդանու կիսումն էր։ Սա այն ինչ որ տեղի ունեցավ, երբ որ Աբրահամի հետ Աստված ուխտ էր կնքում։ Սա զոհաբերվող կենդանու կիսումն էր վերևից ներքև, երկու մաս անելով, դնելով կտորները դեմ առ դեմ։ Եվ պետք է հասկանանք, որ ընդհանրապես ուխտ կնքելիս թափվում է արյուն։ Անպայման հին աշխարհում թափվում էր կենդանու արյուն։ Եվ սա ավելի խորը միասնության, ընդհանրության մասին է խոսում։ Հինգերորդ գործողությունը։ Սա կոչվում էր մահվան քայլք, մահվան զբոսանք, մահվան ընթացք։ Ինչ էր տեղի ունենում։ Մենք ասեցինք, չէ, կանգնում էին դեմ դիմաց, զոհաբերվող կենդանին կիսվում էր երկու մասի վերևից ներքև, դրվում էր դեմ առ դեմ։ Եվ պատկերացրեք, դա կոչվում է մահվան զբոսանք, մահվան քայլք։ Մեկը նախ քայլում էր, արանքով անցնում էր, այսպես, հետո նորից պտտվում էր, նորից մեջտեղով այդ կենդանիների կիսված կենդանի միջով անցնում էր, նորից վերադառնում էր իր սկզբնական դիրքը։ Մեկը արեց, հետո անում էր մյուսը։ Սա այն է, ինչ որ տեղի է ունենում Աբրահամի հետ, երբ որ Աստված ուխտ էր կնքում։ Հիշում եք, ասեց քուն բերեց Աբրահամի վրա, եւ Աբրահամը չարեց այդ քայլքը, որովհետեւ երբ որ դրանով անում էր, դա նշանակում է, որ մահվան հարվածները իր վրա պիտի ընդուներ։ Աստված քուն բերեց նրա վրա եւ հա թե ինչու այդ պահին Աստված միակողմանիորեն արեց դա։ Նա անցավ, ասում է, կրակի հնոցը
կրակի բոցը անցավ, այդ քայլքը Աստված արեց։ Հաջորդը, 6-րդը, սա ուխտը կնքելուց նշան էր արվում մարմնի վրա։ Սովորաբար ընդունված էր, որ դաստակների վրա կտրվածք էին անում, եւ ուխտ կնքող անձինք ինչ էին անում, այսպես դաստակները մոտեցնում էին իրար, բռնում էին իրար ձեռքից, մեկը մյուսի արյունը խառնվում էր իրար, եւ սա նույնպես խորհրդանշում էր ընդհանրություն, միասնություն, որ իրանք մեկ են իրար հետ։ Եվ այդ նշանը մարմնի վրա անընդհատ հիշեցնում էր նրանց, որ իրենք ուխտի մեջ են։ 7-րդ գործողությունը դա օրհնությունների եւ անեծքների հրճակումն էր ուխտ կնքելու ժամանակ։ Դեմ առ դեմ կանգնելով իրար, ինչ էին անում նրանք, ովքեր որ ուխտ էին կնքում։ Հայտարարում էին եւ ասում էին. նախ մեկն էր ասում, հետո մյուսը. եթե այս ուխտը պահես, նրա պայմանները կատարես, հավատարիմ լինես, չդավաճանես, ապա օրհնված լինես դու, օրհնված լինի քո կինը, նրա որովայնի պտուղը, օրհնված լինի քո ձեռքի գործը, քո ամբարներն ու շտեմարանները, օրհնված լինեն քո անասունները, քո դաշտերը, քո պտուղները։ Բայց հետո դրանով չէր ավարտվում, բայց ասում էր, եթե հավատարիմ չլինես, խախտես այս ուխտը ու հրճակվում էր անեծքները։ Նախ մեկն էր անում, հետո մյուսն էր նույն գործողությունը կատարում։ Սա ուխտի լեզու է, թանկագիններս։ Եթե մենք չհասկանանք հին աշխարհում ուխտ կնքելու այս գործողությունների նշանակությունը, մենք շատ աստվածաշնչյան տեղեր չենք կարողանա պարզ ձևով հասկանալ, թե ինչա տեղի ունենում։ Նախ հին կտակարանում, հետո ինչա տեղի ունենում նոր կտակարանում, նոր ուխտը կնքելով։ Մենք գալու են կուլմինացիային, սիրելիներս։ 8-րդը ուխտ կնքելիս տեղի ունենում ուխտի հացկերույթ։ Երբ որ ուխտ կնքողները նստում էին սեղանի շուրջ, եւ նախ մեկն էր իր կերակուրի առաջին կտորը հյուրասիրում մյուսին, եւ հետո մյուսն էր առաջին կտորը հյուրասիրում մյուսին, եւ սա նույնպես շատ ընդունված արարողության մաս էր։ 9-րդը տեղի էր ունենում ուխտ կնքելուց անունների փոխանակում։ Ինչ է սա? Սա ոնց էր տեղի ունենում, սիրելիներս։ Օրինակ պատկերացրեք, ես եւ Հովիվ Էմիլը իրար հետ ուխտ ենք կնքում, եւ ուխտ կնքելուց հետո, որ ասում ենք անունները փոխանակվում էր, իմ անունը պետքա ուխտ կնքելուց հետո այսպես կոչվեր. Արմեն Սարգսյան Լուսյան։ Եվ Հովիվ Էմիլինը պետքա հնչեր դրանից հետո Էմիլ Լուսյան Սարգսյան։ Այսինքն դու քո ուխտի ընկերոջ անունը վերցնում ես քո անվան մեջ ես տեղավորում։ Եվ սա ինչ էր, սա բոլորին վկայություն էր, բոլորը հասկանում էին, թե դու ում հետ ես ուխտի մեջ։ Քո անունը արդեն հուշում էր դա, քո լրացված անունը։ 10-րդը, չեմ ասի հիմա 10-րդը։ 10-րդի մասին կխոսանք վերջում կուլմինացիայի ժամանակ։ Հիմա սիրելիներս, այո, Աբրահամի հետ ուխտը Աստված կնքեց զոհաբերող կենդանին կիսելով երկու մասի։ Դրվեց։ Մի կողմում Աստված էր, մյուս կողմում Աբրամն էր։ Ես արդեն ասեցի, զոհաբերվող կենդանին կիսելուց հետո Աստված թույլ չտվեց, որ Աբրամը մահվան այդ զբոսանքը կատարի։ Կիսված կենդանիների արանքով, մեջտեղով։ Նա ինքը կատարեց նրա փոխարեն։ Մեկ ուրիշ խոսքերով ասած, ոնց որ Հիսուսը այդ իրավիճակում լինի օրինական ներկայացուցիչը եւ ասի, ես կկատարեմ քո փոխարեն այդ քայլքը։ 17-րդ գլխում ծննդոցի մենք տեսնում ենք ինչ մարմնի վրա կատարվող ուխտի նշանը, որը պետքա հավիտենական նշան լիներ, այսպես ասած։ Եվ դա թլպատությունն էր, եւ դա նաեւ այնպես էր արվում, որ դա կապված էր երեխաներ ունենալու հետ, դա նաեւ հիշեցում էր Աբրահամին եւ նրա սերունդներին, որ այս ուխտը միայն քեզ հետ չի, այլ նաեւ քո սերունդների հետ է։ Եվ այդ նշանը պիտի նրանց մարմնի վրա նույնպես լիներ։ Մեկ ուրիշ դրվագ 5 կտակարանում, երբ որ ուխտի գործողության է կատարվում, դա օրհնությունների եւ անեծքների հրճակումն է։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխը իրականում ուխտի լեզու է, սիրելիներս։ Մենք սիրում ենք առաջին մասը, չէ՞։ Օրինաց երկրորդ Օրինաց 28-րդ գլուխ եւ այնտեղ հենց այդպես էլ Տեր ասում է, եթե զգուշորեն կատարես, հետևես այս պատվիրանները, որ ես քեզ պատվիրեցի, օրհնված կլինես ու թվարկվում է բոլոր օրհնությունները։ Դավիթը եւ Գողիաթը, այստեղ նույնպես ուխտի լեզու է, սիրելիներս։
Դավիթը, տեսեք, Գողիաթը այն վախի սեմինարներ է տալիս Աստծո ժողովրդին, բանակին, բոլորը վախվորած, չգիտեն ինչ անեն, մոռացել են, որ իրանք ուխտի ժողովուրդ են։ Բայց նրանց մեջ հայտնվում է պատանի Դավիթը, որի համար նույնիսկ ծանր էին Սավուղի զրահները, սպառազինությունը կրելը, հանեց իր վրայից վերջը։ Եվ ինչա, ինչպես է դիմում, ասում է, ով է այս անթլպատ փղշտացին, որ նախատում է Աստծո զորքին։ Մեկ ուրիշ խոսքերով այստեղ մենք ուխտի լեզուն է այստեղ մեզ հանդիպում։ Դավիթը գիտակցում է, որ իր դիմաց կանգնած թշնամին նա ուխտի մեջ չի Աստծո հետ, բայց մենք նրա ուխտի ժողովուրդն ենք։ Մենք նրա զորքն ենք։ Ամեն։ Հետևաբար ես մենակ չեմ, ես ասում եմ իմ անունով չեմ գալիս, այլ իմ Աստծո անունով եմ գալիս։ Սա ուխտ է, սիրելիս։ Եվս մի դրվագ 5 կտակարանից ուխտը հասկանալու համար։ Դա Հովնաթանի եւ Դավթի միջև կնքված ուխտներ, որպես ընկերներ, որպես բարեկամներ։ Մի անգամից իմ թվարկած ուխտի գործողություններից 3 բան մի անգամից տեղի է ունենում եւ երբ որ նրանք ուխտ են կնքում։ Առաջինը նրանք փոխանակում են իրենց հանդերձները, երկրորդը նրանք փոխանակում են իրենց գոտիները եւ երրորդը նրանք փոխանակում են իրենց զենքերը։ Դրանով նրանք ասում են, որ մենք մեկ ենք իրար հետ։ Երկրորդը նրանք ասում էին, որ քո թշնամին իմ թշնամին է, եւ երկրորդը քո զորությունը, քո ուժը իմ զորությունն է եւ իմը քոնն է։ Սա այդ ընկերության, բարեկամության ուխտի լեզուն էր եւ պայմաններն էր։ Մեկ ուրիշ դրվագ, որը որ հիմա խոսում է Դավթի եւ Հովնաթանի միջև կնքված ուխտի ազդեցության մասին, հետևանքների մասին։ Մենք գիտենք, որ պատերազմի ժամանակ Սավուղը եւ նրա որդի Հովնաթանը զոհվեցին։ Ով էր Հովնաթանը։ Հովնաթանը թագաժառանգ որդին էր Սավուղի։ Այսինքն, եթե նայեինք օրենքով, ապա պիտի Սավուղից հետո Հովնաթանը դառնար Իսրայելի թագավորը։ Ու դուք պատկերացնում եք Հովնաթանը, ինչ իրոք իմ համար նաեւ ինքը Աստծո սրտի համեմատ մարդ է, ինչու, որովհետեւ նա իմացել էր, որ Սամուել մարգարեն արդեն գնացել, յուղը լցրել է Դավիթի գլխին եւ նրան օծել է, հայտարարել է որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Ու նա կռիվ չունի այդ իրականության հետ։ Հովնաթանը։ Նա կռիվ չունի։ Նա հասկացել է Աստծո կամքը որն է, ու Դավիթը իրան սիրելի է։ Ու ինչ է անում նա։ Նա դրանից հետո ուխտ է կնքում Դավիթի հետ։ Ու գիտես այս ուխտի ազդեցությունը որն էր, որ մեկը մյուսի զավակների վրա պիտի տարածվեր այդ ուխտը։ Եթե մեկին մի բան պատահեր, մյուսը պիտի բարերարություն աներ նրա սերունդին, նրա զավակին։ Եվ այս պահը ես ուզում եմ շատ կարճ համառոտ ուղղակի սենց առանց կարդալու նորից սենց հիշենք մտաբերենք։ Դավիթը օրերից մեր արդեն թագավորն է ինքը, պատերազմ ավարտել է, ինքը գահակալում է արդեն ու հիշում է իր ուխտի ընկերոջը Հովնաթանին։ Հիշում է, կանչում է Սիբային, Սիբան Հովնաթանի ծառան էր եւ ասում է. արդյոք Հովնաթանի ժառանգներից, որդիներից գեթ մեկը մնացել է, կա ողջ, որովհետեւ ես ուզում եմ նրան բարերարություն անեմ։ Սա հենց այնպես որոշեց Դավիթը անել, սա ուխտն է, թանկագինս, որ հիշեցնում էր իրան։ Նա զգաց պատասխանատվություն իր կնքած ուխտի համար։ Եվ Սիբան ասում է, այո, կա մեկը, որը փախուստի ժամանակ, երբ որ փոքր էր, դայակը ճանապարհին նրան վայրակցել, երկու ոտքից կաղա մնացել, Մեմփիբոսթեյ է նրա անունը, եւ նա հիմա ապրում է Լադաբարում, որը որ անապատ ամայի անպտղության վայր էր։ Ոչ մի հույս եւ ապագա չկա Լադաբարում։ Նա ուղղակի իր կյանքի օրերը քարշա տալիս այնտեղ։ Եվ Դավիթը ասում է, գնացեք եւ նրան բերեք։ Եվ Սիբան շքախմբով գնում են Լադաբար, եւ երբ որ Մեմփիբոսթեն տեսնում է, որ թագավորական պալատից եկել են, նա միանգամից մտածում է, որ որպես Սավուղի ժառանգ Դավիթը երևի իմացել է իր մասին, որ ինքը այստեղ է, ուզում են իրեն սպանեն, որպես վերջին ժառանգը Սավուղի, որ հանկարծ ապստամբություն չբարձրացնի։ Նա ասում է, ես նման մտադրություն չունեմ, հանգիստ թողեք իմ կյանքի վերջին օրերս Լադաբարում, որտեղ ոչ հույս կա, ոչ ապագա կա, ես անցկացնեմ։ Սիբան ասում է, լավ չես հասկանում։ Ու նրան բերում են թագավորական պալատ, Մեմփիբոսթեն գալիս, ընկնում է երեսի վրա Դավիթի առաջ,
Դավիթը ասում է Մեմփիբոստե, դու լավ չես հասկանում, ես ինչի համար եմ քեզ կանչել։ Դու մտածում ես, ես քեզ բերել եմ տվել, որ քո կյանքից զրկեմ քեզ։ Լսիր, ես եւ քո հայրը մենք ուխտի ընկերներ ենք։ Ես հիշել եմ քո մասին, ես կանչել եմ քեզ այստեղ, որպեսի դու լինես թագավորական պալատում 1, որպեսի լինես իմ որդիներից մեկի պես 2 եւ օգտվես իմ թագավորական սեղանից։ Սա ուխտի հետևանքն է, ազդեցությունն է, սիրելիս, որը որ մարդուն լադաբարից կարահանի եւ տանի թագավորական պալատ եւ փառք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեզ գտավ օրերից մի օր մեր լադաբարում ամեն մեկիս, մեր կաղությունը ծածկեց եւ ասեց այսուհետեւ դու ունես հույս եւ ապագա։ Ես քեզ կանչում եմ, որ դու օգտվես իմ թագավորական սեղանից, փառքը լինի Տերերի Տիրոջը։ Ամեն, հալելույա։ Եվ ահովի մերմին հիշացնում է, եւ մենակ դրանով չբավարարվեց։ Հովնաթանին պատկանող բոլոր այն դաշտերը, ինչ որ կար, նա տվեց Մեմփիբոստեին եւ ասեց օգտվես նրա պտուղներից։ Հիմա գալիս ենք նոր կտակարան։ Ինչպես դրսևորվեց ուխտը նոր կտակարանում։ Աստվածաշունչն ասում է, որ նոր ուխտը ավելի ազնիվ, ավելի լավն է, քան հին ուխտը։ Ինչ է սա նշանակում։ Օրինակ պատկերացրու, եթե ես ձեռքս այսպես պարզեմ, լույսը ընկնի եւ իմ ձեռքի շողքը, ստվերը կհայտնվի պատի վրա, այդպես է թե ոչ։ Հիմա պատկերացրու, դու պատի վրա տեսնում ես իմ ձեռքի շողքը։ Դու մոտավոր պատկերացում ես կազմում։ Բայց երբ ես իրականում հասկանում ինչպիսին է ձեռքը, երբ որ կարող ես օրիգինալ ձեռքը շոշափել, տեսնել, զգալ։ Այս է իրականն է։ Այ ուզում եմ ասեմ, հին կտակարանը ասում են նորի շուկն էր, գալիք բաների շուկն էր, նոր կտակարանը ավելի ազնիվ է, ավելի լավն է։ Ինչով է ավելի լավը, սիրելիս։ Հիմա եկ դրա մասին մի փոքր խոսենք։ Նոր կտակարանը դա ուխտը, որը կնքվեց Հիսուսի արյունով, դա մեր եւ Հիսուսի միջև կնքված ուխտ է։ Հիմա պատկերացրու դու, ես Հիսուսի հետ դուրս ենք եկել բաց դաշտ, վկաների ներկայությամբ տեղի է ունենում ուխտ կնքելու գործողությունը, արարողակարգը։ Առաջին բանը ինչ է տեղի ունենում, ես եւ Հիսուսը, դու ու Հիսուսը փոխանակվում ենք հանդերձներով։ Դուք ասես որտեղ է դրա մասին խոսում, սիրելիս, Հիսուսը իր արդարության հանդերձը տվեց մեզ, մեր հին մարդու մեղավոր ցնցոտիները մեզանից հանեց վերցրեց իրան։ Հովիվ Էմիլը այդ մասին խոսում էր, հասկանում ես, մենք ունենք հին ցնցոտիներ, որի վրա մեղքն էր, որի պատիժը մահն էր, որի վարձքը դժոխքն էր։ Ինչ է տեղի ունենում Հիսուսի հետ, երբ որ մենք ուխտի մեջ ենք մտնում, մենք փոխանակվում ենք մեր հանդերձներով։ Գիտես, դա Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 21-րդ խոսքում ասվում է, որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Սա իրականում այդ հանդերձների փոխանակումն է։ Բայց մեր հանդերձների գինը Հիսուսի համար շատ թանկ արժեցավ, ինչպես այսօր ասվեց, դա մեծ գին էր, որ վճարվեց։ Դուք ասես Հիսուս, բայց ախր էսի արդար փոխանակում չի։ Դու արժանի չես իմը վերցնելու, քոնը ինչքան հիասքանչ է, քո հանդերձը ինչքան լավն է, ինչքան սպիտակ է, ինչքան թանկ է։ Հիսուս ասում է, գիտեմ։ Սիրելիս, իմ ու Հիսուսի, քո ու Հիսուսի միջև կնքված ուխտը, դա հավասարների միջև կնքված ուխտ չի։ Հավասարների միջև կնքված ուխտ չի։ Մի կողմում կանգնած է մեկը, որը որ ոչինչ չունի, եւ դա ես եմ եւ դա դու ես։ Եվ երկրորդ կողմում կանգնված է երկնքի Տերը, Փառքի Թագավորը, որ ամեն բան ունի։ Ու նա գնում է այդ փոխանակման։ Երկրորդը Հիսուսի հետ երբ որ մենք ուխտ ենք կնքում, մենք փոխանակվում ենք գոտիներով։ Սա ինչ է նշանակում, որ իմ զորությունը, իմ կարողությունը քոնն է եւ քոնը իմն է։ Այդ ինչ կարողություն եւ ուժ ունենք մենք Հիսուսին տալու, սիրելիս։ Բայց ինչ ունի ինքը,
մեզ տալու։ Պողոս առաքյալն ասում է, երբ որ տկար եմ, զորավոր եմ։ Վաու։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է Հիսուսի հետ ուխտ ենք կնքել եւ փոխանակվել ենք գոտիներով, մեր ուժով։ Եվ ասում է ավելի շատ կպարծենամ իմ տկարությունով, որովհետեւ դրա մեջ Աստծո զորությունն է գործում։ Ինչի հաշվին է դա գործում։ Դա մեր կնքած ուխտի հաշվին է, որ այդ զորությունը գործում է, սիրելիս։ Մարդկային տրամաբանությամբ կարծես թե անհեթեթ բան է ասում Պողոսը, որովհետև մարդկային տրամաբանությամբ այսպես է, եթե թույլ ես, ուրեմն թույլ ես։ Եթե ուժեղ ես, ուրեմն ուժեղ ես։ Ինչ է նշանակում, երբ թույլ եմ, զորավոր եմ։ Հենց սա է նշանակում, որ մենք ուխտի մեջ ենք։ Եվ մեզ պատկանում է Հիսուս թագավորի ուժը եւ զորությունը։ Մենք պիտի չմոռանանք դրա մասին մեր տկարությունների ժամանակ։ Երրորդը Հիսուսի հետ ուխտ կնքելիս մենք փոխանակվեցինք մեր զենքերով։ Իսկ երբ որ զենքերով փոխանակվում ենք, դա նշանակում է փոխանակվեցինք մեր թշնամիներով։ Որն է մեր թշնամին երկրի ամենամեծ, դա մահն է, սիրելիս։ Այսօր մենք տոնում ենք Քրիստոսի հարությունը։ Նա իր խաչելությամբ եւ հարությամբ լուծեց մեր գլխավոր թշնամու մահվան հարցերը։ Դրա համար հնչում են այդ խոսքերը՝ ուրա մահ քո խայթոցը, ուրա գերեզման քո հաղթանակը, որովհետև նա խորտակեց մահվան եւ դժոխքի զորությունը։ Հալելույա։ Եվ դու պատկերացնում ես մեր թշնամու հարցերը լուծված են։ Լավ, սատանան էլ Հիսուսի թշնամին է։ Նշանակում է մենք փոխանակվել ենք, չէ՞։ Բայց Հիսուսը ինչ է ասում։ Իմ սպառազինությունը քեզ տրված բավական է, որպեսզի դու հակառակ կանգնես սատանային եւ նա փախչի։ Դրա համար, սիրելիս, երբ որ գալիս են իրավիճակներ, երբ որ քո առջև կանգնում է Գողիաթ, երբ որ քո առջև կանգնում է մի սար, մի դիվային զորություն, սատանան հենց ինքը թեկուզ կանգնած լինի քո առջև, Պողոսը ասում է, եկեք Աստծով զորանանք եւ հագնենք նրա սպառազինությունը։ Եփեսացիս 6:10-ն է, այսուհետև եղբայրներս զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով։ Սա ո՞նց է տեղի ունենում։ Այդ մենք ո՞նց ենք, այդ երբ մեզ տրվեց այդ իրավունքը, որ մենք Աստծով զորանանք, նրա կարողությունով զորանանք, որովհետեւ մենք ուխտ կնքեցինք։ Մենք ուխտ կնքեցինք։ Հիսուսի սպառազինությունը, Տիրոջ զորությունը մեզ է պատկանում արդեն, սիրելիս։ Այնպես որ քո տկարության ժամանակ, երբ որ քո թշնամին քո դիմաց կանգնած է, կապ չունի ով է, սիրելիս։ Այդ ժամանակ դա այն պահը չի, երբ որ դու գնում ես Աստծուց մի բան խնդրելու, աղաչելու։ Դա ուրիշ պահ է։ Դա այն պահն է, երբ որ քո թշնամին քո առջև կանգնած, դու պիտի Աստծո սպառազինությամբ զինված, Տիրոջ անունով, Քրիստոսի արյունով, դու պիտի հոգուս սրով, Աստծո խոսքով թշնամու հարցերը լուծես։ Ոչ թե դու պիտի փախնես, այլ նա պիտի փախչի քեզանից, սիրելիս։ Ամեն, հալելույա։ Հասկացիր քո դիրքը Քրիստոս Հիսուսում, նրա հետ կնքված ուխտի հաշվին։ Հաջորդը զոհաբերվող կենդանու կիսումը։ Նոր կտակարանում ինչպես դա տեղի ունեցավ։ Աստծո գառը բարձացավ խաչը եւ գրված է, որ երբ որ նա իր հոգին ավանդեց, այդ իսկ պահին տաճարում վարակույրը, սրբարանի վարակույրը վերևից մինչև ներքև երկու մասի պատրվեց։ Եբրայեցիս 10:19-ում հեղինակը ասում է, որ Տեր Հիսուսը նոր եւ ավելի գերազանց ճանապարհ բացեց մեզ համար դեպի սրբարանը, վարակույրի մեջտեղից պատրվելով, այսինքն իր մարմնով։ Մեկ ուրիշ խոսքերով ասած Պողոսը այստեղ ասում է, վարակույրի պատրվելը վերևից ներքև խորհրդանշում է զոհաբերվող գառան Հիսուսի մարմնի զոհաբերումը կիսումը երկու մասի։ Հիսուսը ինքը դարձավ մեր ուխտի զոհաբերվող գառը։ Հինգերորդը մահվան ընթացքը կամ այդ զբոսանքը, որ ասում են քայլքը, որ պետքա կատարվեր թանկագինս։ Գիտես, երկրի վրա նոր ուխտում կա երկու խորհրդապատկեր դրա համար։ Առաջինը Հիսուսը ասում է, ով որ ուզում է հետևի ինձ, թող վերցնի իր խաչը, ուրանա իր անձը,
Դա գիտես ինչ նշանակում ուրանա իր անձը վերցնի իր խաչի հետևից գա։ Դա նշանակում է ամեն օր դու քո էգոն, քո եսը իր շնչավոր մարդկային ցանկություններով ու ձգտումներով խաչն ես հանում։ Դա մահանալու process է։ Երկրորդը ջրով մկրտության խորհուրդը, երբ որ ինչա տեղի ունենում մենք, մեր հին մարդը իր մեղքերով թաղվում է, դա մահվան այդ քայլքը ոնց որ լինի, եւ հետո Հիսուս Քրիստոսի մեջ, երբ որ դուս են գալիս ջրից, հարություն ենք առնում կենթանի լինելու Աստծո համար, սիրելիս։ 6-րդը ուխտի նշանը մարմնի վրա։ Հիսուսի ձեռքերը գամերի հետքեր ունեն, սիրելիս, գամերի հետքեր։ Կան նշաններ նրա մարմնի վրա, որոնք մեզ հիշեցում պիտի լինեն, որ մեր փրկիչը իր անձը դրեց եւ թանկ արյուն թափվեց արյուն, նոր ուխտը կնքված է արյունով։ Եթե 5 կտակարանում Աբրահամի ժամանակ դա պարզապես մի երինջ էր, որ կիսվեց եւ կենթանու արյուն թափվեց, ապա Հիսուսը, որ Աստծո գառն էր, մեկ անգամ թափվեց նրա արյունը։ Եվ ինչու է նոր ուխտը ավելի լավ, քան հինը։ Հնում մեղքերը չէին ջնջվում, հնում մեղքերը ծածկվում էին։ Հնում ամեն անգամ մեղքերի թողության համար մի կենթանի պիտի վերցներ զոհաբերության եւ գնայր քահանայապետի մոտ։ Բայց նոր ուխտում, որին մենք մասնակից ենք, Աստծո գառը մեկ անգամ մտավ իր արյունով սրբարանը եւ այսօր եւ ամեն օր այդ արյունը բարեխոսում է մեզ համար։ Մենք կարիք չունենք ամեն անգամ կենթանիներ, գառներ տանենք մատաղ անելու։ Ահա թե ինչու մատաղի անհրաժեշտություն չկա, սիրելիս։ 7-րդը ուխտ կնքելու հաջորդ քայլը դա օրհնությունների եւ անեծքների հռչակումներ։ Մենք հեսա գալիս ենք կուլմինացիային։ Ես կխնդրեմ, որպեսզի որևէ մեկը սինթեզատորի վրա նվագի։ Բոլոր գործողությունները 5 կտակարանում եւ նոր կտակարանում, մինչեւ հիմա որ նայում էինք, նույնական էին բացի այս մեկից։ 5 կտակարանում Մովսեսի հետ ուխտը կնքելուց հռչակվեցին եւ օրհնություններ եւ անեծքներ։ Նոր կտակարանում, նոր ուխտի մեջ մենք չենք տեսնում անեծքների հռչակում։ Ինչու, սիրելիս, ինչու։ Նոր ուխտը լավ ուխտ է, սիրելիս։ Նոր ուխտը ավելի գերազանց ուխտ է, որովհետեւ մեր օրինական ներկայացուցիչը ուխտը կնքելու ժամանակ, որ Հիսուսն է, խոսքը ասում է, որ նա մեզ համար, մեր փոխարեն անեծք դարձավ։ Այլևս անհրաժեշտություն չկա, որ մենք անեծքի տակ լինենք։ Նույնիսկ եթե մեր ընթացքի մեջ ինչ որ հարցում մենք անհավատարիմ ենք գտնվում, գրված է, որ Աստված չի կարող իրան ուրանալ, նա երբեք անհավատարիմ չի լինում։ Նա պահում է ուխտը, սիրելիս։ Հալելույա։ Հիսուսի արյունը բարեխոսում է մեզ համար։ Ես ուզում եմ, որ դու զգաս ուխտի առավելությունը այսօր թարմացնես քո ներսում, ոչ թե վախենաս անեծքից, որ մի բան հեսա քո կյանքի վրա կգա, գիտես, դա հավատք է, որ ակտիվացնում է այդ բաները։ Բայց դու հասկացիր, որ Քրիստոս Հիսուսը խաչափայտի վրա ինձ եւ քեզ համար օրենքի անեծքը վերցրեց իր վրա, որ մենք այսօր ազատ լինենք դրանից։ Ուխտի հացկերույթը։ Այսօր մենք սուրբ հաղորդություն ենք ընդունելու։ Զատիկի հացկերույթը։ Հիմա Տիրոջ ընթրիքը կամ սուրբ հաղորդություն, որ մենք անվանում ենք, դա ուխտի ճաշկերույթ է, սիրելիս։ Դա մեծ խորհուրդ ունի։ Երբ որ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը, որ ասում է բարձրյալ Աստծո քահանա էր, եւ Հիսուս Քրիստոսի նոր ուխտի մեր քահանայապետի նախատիպն էր 5 կտակարանում, նախօրինակը, որ ասում է ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ իր ծննդաբանության մեջ։ Նա երբ որ Աբրահամի հետ դեմ առ դեմ կանգնեցին, ասում է գինի եւ հաց դուրս բերեց։ Սա ուխտի նշան էր։ Սիրելիս, երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, հաղորդությունը հիշեցնում է մեզ, որ մենք Աստծո հետ ուխտի մեջ ենք եւ մենք մեկ ենք։ Մենք մեկ ենք Քրիստոս Հիսուսի մեջ։ 9-րդը անունների փոխանակում։ Ինչ տեղ ունեցավ նոր կտակարանում, նոր ուխտով։ Ինչա մեր անունը։ Մեր անունն է մարդու որդի։ Ինչա Հիսուսի անունը։ Հիսուսի անունն է Աստծո որդի։
Ինչ տեղի ունեցավ անունների փոխանակում, սիրելիս։ Երկրի վրա Հիսուսը հրաժարվեց Աստծո որդի ասելուց, ինչ էր ասում, որ ես մարդի որդի։ Նա իր վրա վերցրեց մեր անունը, սիրելիս, բայց մեզ ինչ տվեց իր անունը, որ մենք կարողանանք ուխտի շնորհիվ կոչվենք Աստծո որդիներ։ Վաու, սա շատ ուժեղ փոխանակում է, սիրելիս, ուժեղ փոխանակում է հոգևոր աշխարհում։ Հիսուսը համաձայնվեց դրան։ Այսօր որ մի բան մենք հոգևոր աշխարհում անում ենք, որպես Աստծո որդիներ ենք անում։ Եվ մեզ տրված է մի անուն, որ գերազանց է բոլոր անուններից, Հիսուս անունը։ Ամեն անուններ խոնարհվում են այդ անվան առաջ։ Կապ չունի ինչ անուն ունի այդ խնդիրը, այդ խնդրեմ, այդ թշնամին։ Նրա անունը մեր առջև սեղան է պատրաստում։ Հալելույա։ Եվ դա հաղթանակի սեղանն է։ Եվ ամենավերջին բանը 10-րդը, որ ես չնշեցի, բայց հիմա եմ ուզում ասել, սիրելիս։ Եկեք ոտքի կանգնենք հիմա Տիրոջ առջև։